ձևակերպում այդպես է, չէ՞, ցարական քարտեզներում չկա Սևան, կա Գյոբչան։ Չեմ կարծում, թե սա կարելի ասել, որ այսօրվա Սևան, Լևա ասում եմ, որ այսօր չկա Սևան, կա Գյոբչան։ Բայց միևնույնն է, ամենակառուցողական ձևակերպումը չի եւ իսկապես չէինք ասի, թե տեղավորվում են, հա, բանի մեջ, խաղաղության նարատիվի։ Ես էլ կարող եմ ասել, կան բազմաթիվ ցարական շրջանի քարտեզներ, որտեղ կա Սևան։ Չեմ էլ ուզում ավելի հետ գնալ պատմության մեջ, որտեղ շատ անհարմար իրավիճակ կարող է ստեղծվի եւ հայկական տեղանուններ տեսնենք մի քիչ ավելի լայն տարածքի վրա։ Խոսենք կենտրոնական իրական Հայաստանի, իրական այսօրվա սահմանների, Ադրբեջանի կողմից ճանաչված սահմանների մասին, ասում եք ապակառուցողական նարատիվներ, քայլեր, գնահատականներ, լավ, բայց մյուս կողմից եկեք նայենք իրականում ինչ կա։ Կա ստորագրություն Ալմա-Աթայի հռչակագրով սահմանների փոխադարձ ճանաչման, տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վերաբերյալ իմ համար որպես կառավարության անդամի սրա կշիռը անհամեմատ ավելի մեծ է։